որոշեցի հեռուստատեսություն գնալ։ Ես մի հատ ընկերուհի ունեի, ինձ ասաց ես ծանոթ ունեմ բանում հեռուստատեսությունում, կուզենաս այնտեղ լուսավորող աշխատել, որտեղ ուրիշ բան քեզ չեն ընդունի այնտեղ, դե ասեցի աշխատեմ, ինչ ա եղել լուսավորող, բան չի։ Սկսեցիք լուսավորողից։ Գնացի, ընդունվեցի լուսավորող։ Դե հիմա լուսավորողներ այն ժամանակ մեծ ապարատուրաներ էին, այդ լուսավորյալ ապարատները, կաբելները հաստ, մի խոսքով գիշերային ուրեմն նկարահանումներ, այդ ծմերը, գիշեր, մի խոսքով շատ դժվար աշխատանք էր, բայց ես տանում էի այդ բանը։ Բայց մի օր ուրեմն որդիվներ տիեզերագնացները բան արեցին, տիեզեկ բարձացան եւ ես միշտ ֆոտոլուսանկարչական ապարատ կար մոտս, աշխատանքի գնայ, ապարատը մոտս էր։ Մոնիտորից նկարել եմ այդ տիեզերքի բարձանալը եւ այն ժամանակ ոչ զապիս կար, ոչ վիդեո կար, մենք նկարում էինք ընդամենը 16 մմ-անոց բաների վրա, ժապավենների վրա։ Ես լուսանկարեցի այդ պուսկը եւ ամբողջ մի 7-8 լուսանկար ցերեկ գնացել եմ տուն պրայավկա եմ արել, լուսանկարները տապել եմ, նկարները չորացրել եմ, այն ժամանակ մենք շատ լուսանկարներով ենք եթեր դուրս գալիս, պասպարտոներ կային, լուսանկարները դնում ենք մեջը եւ եթեր ենք դուրս գալիս 18, 20, 30, 50 լուսանկարներ մի հաղորդում էր։ Մի խոսքով այդ լուսանկարները տարա ինֆորմացիայի խմբագրության Խաչիկ Հովհաննիսյանի մոտ ցույց տվեցի, ասել տեսով զարմացավ։ Իցիկ ասում ես դու ես հրաշք տղա ես։ Ես այս բան ոչ ոք չէր արել։ Դու ո՞նց մտքովդ անցավ։ Ասի դե հիմա մտքովս անցել է։ Մի խոսքով այդ առաջի ուրեմն լուրերի առաջի բանն էր։ Եվ մեծ հոնորար ստացա ես այդ լուսանկարներից։ Ու նաև մտածեցիք, որ պիտի արդեն տեսա նկարահանեք, լուսանկարահանեք։ Մի խոսքով ինձ ես այդ ժամանակ դեռ լուսավորող էի աշխատում։ Ինձ մի անգամից ասիստենտ տվեցին։ Ասիստենտից հետո դառնում ես արդեն տարիներ պետք անցնել աստիճանաբար դու բարձրանաս առաջի կարգի երկրորդ մի խոսքով ես լուսավորողից դարձա գլխավոր ռեժիսոր տարիներ անց Քանի տարի տևեց այդ ընթացքը այդ ընթացքը տևեց 1967 թվականից մինչև 90 թվականը ես անցա բոլոր այդ բաները ինֆորմացիայի գլխավոր խմբագրությունում ռեժիսոր եմ աշխատել եւ ամենավերջում արդեն գլխավոր հետո շատ տարիներ գնացել ենք Մոսկվա վերապատրաստման այդ բոլոր երկար պատմությունները Պարոն Սահակյան Յանով դիմեմ այո Դուք ձեր գործի բերումով վավերագրող եք, ում ասես տեսել եք, ուր ասես գնացել եք, շատ հայտնի մարդիկ են ֆիքսել ձեր, շատ հայտնի մարդկանց է ֆիքսել ձեր տեսախցիկը, մեզ հետաքրքիր պատմություններ պատմեք։ Մեծերի մասին։ Ուրեմն շատ հետաքրքիր պատմություն եղավ Վահրամ Փափազյանի հետ։ Ուրեմն դա այն ժամանակ ես դեռ լուսավորող էի աշխատում, 67 թիվներ, Փափազյանի մասին ֆիլմ էին նկարահանում Թամարա Բիցուցկայան ֆիլմեր նկարահանում Փափազյանի մասին եւ ես որպես լուսավորող ինձ տարան Փափազյանի տուն Կիևյանի վրա էր ապրում գնացինք ներս մտանք ես լուսավորության բաներն եմ տեղադրում սարքավորումներն եմ տեղադրում իսկ Փափազյանը նստած բանում թեկնած բասկաթորին նայում է ինձ մեկ էլ ինձ ասում մանչս մոտ է գուր մոտեցա Փափազյանին, այս գործի համար քեզ որքան են վարձատրում, ասի 62 ռուբլի, ծիծաղեց ասեց, այդ գումարով ասմա ճուր-ճուրին կուտ կարելի է միայն առնել, մենք բոլորս ծիծաղեցինք, ես են ժամանակ չէր իմանում ճուր-ճուրին, պարզեց որ ճուր-ճուրը հնդկահավն է, այդպես ուրեմն ես այդտեղ նկարել եմ Փափազյանին մի երկու ժապավեն ես լցրել եմ Փափազյանի հիմա իմ արխիվում կա եւ նեգատիվները կան եւ Փափազյանի այդ օրվա լուսանկարները հիմա համացանցում ամբողջ նկարները կան հեղինական իրավունքը պահպանվում է չգիտեմ ես չեմ հետևում այդ բաներին հեղինական իրավունքին ինձ պետք է չի ավելի լավ տարածվի քան թե ինչ որ հեղինական չէ
Չեմ ուզում հեղինակային։ Մի խոսքով այդ տարիների ընթացքում շատ հանդիպումներ են եղել։ Մարտիրոս Սարյան, ունեմ շարք լուսանկարների, Շարլ Ազնավուր, շարք լուսանկարների, Մայր Մկրտչյան, մի խոսքով, Մարկարյան, Խորեն Աբրահամյան, մի խոսքով ուր գնացել եմ ապարատը հետ սա եղել, միշտ չի որ եղել է իհարկե, բայց որտեղ որ եղել եմ ես այդ լուսանկարները, հիմա մոտ 500 լուսանկար ես արխիվային լավ նկարներ ունեմ։ Ինձանից հետո դա ինչ է լինելու ես չգիտեմ, հիմա շվարել եմ, ինչ պետք է լինի այդ արխիվը։ Մի խոսքով դա թողնենք մի կողմ։ Ուրեմն Ազնավուրը 2 անգամ եկավ այդ ընթացքում։ Մեկ երկրորդ անգամ 88 թվականին եկավ եւ մենք նորից գնացինք նկարը հանելու դա ապարատը միշտ մոտս էր Այմիջալոց ես կան նկարեմ ես մի վարքյան հետո կշարունակենք Բացի կարելի է շնորհակալ եմ Ահա ուրեմն գնացել ենք նկարահանման Գյումրի Աղետի գոտի Եվ ես ուրեմն մեր օպերատորը Մելս Ներսիսյանն էր, ինքը կամերայով էր, ես էլ դա իմ կամքով էր, լուսանկարչական ապարատը նկարի կենսակերպ էր, հա, կենսակերպ էր, ուրեմն անցավ այդ ամեն ինչը, անցավ 30 տարի, 30 տարի հետո նոր ես կարողացա իմ այդ ժապավենային կադրերը, նեգատիվները թվայնացնել, ես ինքս տանը թվայնացրեց, ինչ որ սարքեցի, կարողացա թվայնացնել, թե չէ ուրիշ կերպ հնարավոր չէր այդ բանը, նեգատիվը, մի խոսքով, և ես տեսա, որ այդեղ Արայիկ Մանուկյանն է, հարցազրույց վերցնում Ազնավուրից, պատահական եմ ես նկարել, պատահական, մի քանի կադր Արայիկ Մանուկյան, գիտեք Արայիկ Մանուկյան, մի խոսքով Արայիկ Մանուկյանին տվեցի Դրուզիա և նկարները ուղարկեցի իրեն, Դուք տեսնեք ինչ Էջիկ ջան ասում 30 տարի սպասել եմ ես նկարներին փնտրել եմ թե ով էր նկարում բարձում դու ես քեզ անչափ շնորհակալություն ուզում եմ քեզ հանդիպել մանավանդ որ տեսնում դու կոլաժներ ունես տանը կոլաժներով ես զբաղվում եւ դա 2018 թիվն էր հրավիրեցի մեր տուն Արայիկին եկավ արխիվս ցույց տվեցի, կոլաժներս հավանեց, մի խոսքով ասեց, ես բան ունեմ, ինտերնետում հարթակ ունեմ, հայեր ակոչում, հայեր հարթակ ունեմ, եթե ցանկություն ունենաս, ես քո մասին, դե ասի, ոնց ուզում եք, եւ Արայիկը 3 հաղորդում, 3 թողարկում նվիրեց ինձ հայեր իր մեդիա հարթակում։ Այնպես որ համեստ եք, պարոն Տեր-Սահակյան, ուտակել եք ինֆորմացիան արխիվը ու համեստ մնացել եք, ոչ մեկ չգիտի դրա մասին։ Այդտենց որից մեկը ուրեմն հենց դա էր, այդ պատմությունը, որ ես պատմեցի Փափազյանի հետ կապված, մյուսը Լուիզա Սամվելյանի հետ կապված, Լուիզա Սամվելյանի հետ էլ էսպես կատարեց, մենք ինստիտուտում 63 թիվներ բեմադրվեց, ուրեմն Մալյուգինի հին բարեկամներ պիեսը, ես հերոսի դերում եմ խաղում Հայկոյի Խուդավերդյանի հետ, ուրեմն Ներկայացումից հետո մենք դուրս եկանք Լուիզա Սամվելյանի հետ փողոց եւ ես հարցրեցի Լուիզա Սամվելյանին ինչ կարծիք եք ներկայացման մասին դե Լուիզա Սամվելյանը նրա կարծիքը ոնց որ ասում են կանիք էլի ասեց թերությունները չհաշված վատ չէր Իսկ դա մեծ գնահատական է։ Լուիզայի կողմից դա մեծ գնահատ, այդպեսի լուսանկար ունեմ ես, այդ հարցը որ տալիս եմ, ընկերս ինձ լուսանկար է, ապարատը տվել է, ասում է դու կնկարես